Այսօրվանից Ռուսաստան հայկական ծաղիկների ներմուծման սահմանափակումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է հերթական աշխատանքային իրավիճակ։ Ռուսաստանի սննդի անվտանգության վերահսկող ծառայությունը Ռոսելխոզնաձորը 3 հայտնեց Հայաստանից ծաղիկների ներմուծումը ժամանակավորապես կսահմանափակվի։ Արդեն այսօր մանրամասնեցին, արգելքը ուժի մեջ կմնա մինչև ջերմոցների ստուգման ավարտը եւ արդյունքների վերլուծությունը։ Բարձրացակում, այսքան վարդ է ներմուծվում Ռուսաստան, ինչքանով է իրոք այդ վարդերը արտադրվում Հայաստանում։ Հիմա պատվիրակություն է եկել եւ դա ել եմ ասում մենակ Հայաստանի համար չէ, այդպիսի տասնյակ պատվիրակություններ գնում են տարբեր երկրներ, որտեղ երկրները հարցեր են բարձրացնում։ Եվ սա հերթական աշխատանքային իրավիճակն է։ Հայաստանից ծաղկի արտահանումը վերջին տարիներին էականորեն աճել է։ Ըստ վիճակագրական կոմիտեի ծաղկի արտահանումը վերջին 5 տարվա կտրվածքով աճել է 7 անգամ, 7.4 միլիոն դոլարից հասնելով ավելի քան 53 միլիոնի։ Ռուսաստանը հայկական ծաղիկների հիմնական գնորդն է։ Նիկոլ Փաշինյանն այսօր պնդեց, թե նման սահմանափակումներ միշտ էլ եղել են ու կլինեն, եթե պարզվի, որ ապրանքը չի համապատասխանում ստանդարտներին։ Վերջին 8 տարում տասնյակ անգամներ են տասնյակ, ընդ որում ոչ միայն ֆիտոսանիտարական, ուրիշ խնդիրներ են եղել կապված այլ ապրանքների հետ, եւ մենք ԵԱՏՄ նիստերում անդադ այդ հարցերը քննարկում ենք, թե ինչքանով են որոշ ապրանքներ, որոնք ներկրվում են, այսինքն արտահանվում ներկրվում են, որպես ԵԱՏՄ ապրանք, ինչքանով են ԵԱՏՄ ապրանք։ Ռուս մասնագետների ժամանման մասին հայկական կողմը հայտնեց 3, նրանք ստուգումներ են անցկացնում հայաստանյան ջերմոցներում, մինչև այդ ներկայացրել են արձանագրված խախտումները։ Չնայած Հայաստանի սննդի անվտանգության տեսչության կողմից տրված երաշխիքներին, այս տարվա առաջին ամիսներին Ռուսաստան ներմուծված 96.2 միլիոն ծաղիկների մեջ գրանցվել է սահմանված ֆիտոսանիտարական կանոնների խախտման 135 դեպք։ Սա ողջ 2025 թվականին հայտնաբերված դեպքերի ընդհանուր թվի 77%-ն է։ Այսօր արդեն Ռոսելխոզնաձորի ղեկավարը Վեստիի եթերում հայտարարել է. Հայաստանից մատակարարումների հետ կապված խնդիրներ կան ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենների եւ մրգերի մասով։ По Армении количество обнаружений больше 800։ Դեպի Ռուսաստան արտահանումների հետ կապված այս խնդիրները ուղեկցվում են նաեւ Մոսկվայից հնչող քաղաքական կոշտ հայտարարություններով։ Վերջին շաբաթներին գրեթե ամեն օր ռուս բարձրաստիճան պաշտոնյաները եւ Հայաստանի տնտեսական օգուտներն են մատնացույց անում եւ հիշեցնում այնտեղ աշխատող հայ միգրանտների մասին։ Լրագրողները Նիկոլ Փաշինյանին փոխանցեցին Ռուսաստանում ապրող հայերի մտահոգությունները, թե նրանց կարող են արտաքսել։ Այս հարցերում էլ պարզվեց վարչապետը ոչ մի նոր խնդիր չի տեսնում։ Եթե մարդը ապօրինի հիմքով է գտնվում ուրիշ երկրի տարածքում, մենք դեպորտ չենք անում, բոլոր երկրներն անում են։ Եթե մարդը ապօրինի հիմքով, այսինքն ինչ, Հայաստանի Հանրապետությունը պետք է լուծարվի, որ ինչ որ մեկը ապօրինի լինի ուրիշ երկրի տարածքում, եւ ինչ տրամաբանություն է։ Թող օրինական գտնվեն երկրների տարածքում եւ, այսինքն օրինական գտնվող մարդը չկարա դեպորտ անել։ Անօրինականին ոչ միայն կարող են, այլև պարտավոր են դեպորտ անել եւ դա միշտ էլ եղել է եւ արվում է եւ ելի արվելու է։ Մոսկվայից կոշտ քննադատում են Հայաստանի կառավարության քայլերը, մասնավորապես Եվրամիությանը մերձենալու ձգտումները, դրանք որակելով ոչ դաշնակցային։ Ավելին անձամբ նախագահ Պուտինն է հորդորել արագ կողմնորոշվել ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջև, ինչից հետո պարզ դարձավ, որ հաջորդ շաբաթ Աստանայում նախատեսված ԵԱՏՄ նիստին քննարկվելու է Հայաստանի կարգավիճակի հարցը։ Թե սա կոնկրետ ինչ է ենթադրում, չեն մանրամասնել։ ԵԱՏՄ-ում կարգավիճակի հարցը ԵԱՏՄ-ի կարգավորումներով կարող է քննարկել մենակ Հայաստանը, այսինքն անդամ երկիրը, որ կարող է որոշել դուրս գալ, ուրիշ պրոցեդուրա չկա։ Բայց իրենք ցանկացած հարց կարող են քննարկել եւ ենթադրում եմ մեր գործընկերների մոտ կարող են հարցեր ծագել։ Մենք բոլոր հարցերին համբերատար կպատասխանենք։
Վարչապետը, որ քարոզարշավի պատճառով ԵԱՏՄ առաջիկա նիստին չի մասնակցելու, դարձյալ պնդեց. Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չկա։ Երևանն էլ Մոսկվայի շահերին վերաբերում է հարգանքով։ Ռուսական կողմից մինչդեռ ոչ դաշնակցային են համարում մի շարք քայլեր։ Վերջինն էլ Երևանում տեղի ունեցած եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն են նշում։ Ասում են, որ Ուկրաինայի նախագահը եկել է Հայաստան, կներեք իսկ ինչու պիտի չգար Հայաստան։ Ինչի որ Հայաստան-Ադրբեջանի այդ կոնֆլիկտի մեջ էր, Ադրբեջանի նախագահը չէր գնում Ռուսաստան, կամ Ռուսաստանի նախագահը չէր գնում Ադրբեջան։ Այսինքն մենք ասենք եղել է այդպես դեպի, որ մենք ասենք ինչի է այն ժամանակ, երբ որ Հայաստանը Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ էր։ Եղել է այդպես բան, որ մենք ասենք ինչի Ադրբեջանի նախագահը գնում Ռուսաստան կամ Ռուսաստանի նախագահը գնում Ադրբեջան։ Հայաստանի պաշտոնյաները կարծում են, որ Ռուսաստանից այդուհանդերձ կտրուկ գործողությունների չեն գնա, բայց եթե անգամ լինի, էկոնոմիկայի նախարարը երեկ պնդում էր, թե Հայաստանը դիվերսիֆիկացված մատակարարման աղբյուրներ ունի, որպես օրինակ նշում ցորենը, ամենայն հավանականությամբ նկատի ունենալով Ադրբեջանի տարածքով Հայաստան մտնող ղազախական ցորենը, որը ծավալներով շարունակում է ռուսականին էականորեն զիջել։